Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, այդպես կոչված սրբազան շարժումը, ուրեմն հոգևորականների քաղաքականության մեջ մուտքը, որը անհնար էր առանց Կտրիչ Ներսյանի թույլտվության, եւ զուգահեռ դրա մեդալի հարցը եւ զուգահեռ դրա Կտրիչ Ներսյանի քաղաքական դրսևորումը, երբ ինքը պահանջում էր հրաժարական, եթե այդ ամենին հետևենք եւ տրամաբանական շղթա ուրեմն կառուցենք, ապա կտեսնենք, որ ամեն ինչ գնում էր այն առումով, որ պետք է քաղաքական օրակարգ անցներ այստեղ եւ ի վերջո անցավ, փաստացի, բայց իրանց սցենարով ուղղակի գործընթացները չզարգացավ եւ դրա մի պատճառ կա՝ հայկական հանրությունը, չնայած նրա, որ ամբողջ հայազգը 99%-ով քրիստոնեության հետ է իրան կապում եւ հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք, հայազգը չխափնվեց այդ օրակարգին, որովհետև շատ լավ գիտի Կտրիչ Ներսյանը ով է եւ ինչ համակարգը ձևավոր է, ուստի գլխավոր սխալը իրանց հաշվարկում տեղի ունեցավ հենց այդտեղ, թե չէ հաշվարկը տրամաբանական էր ամեն իր փուլով, միակ տարբերակը իրանց համար Հայաստանը վերադարձնել այդ օրակարգում, իրանք պատկերացրել են, որ կարելի է միակ այդ հզոր կառույցը, որ այստեղ այդ ազդեցությունը ունի, դա հենց եկեղեցին է, եւ իրանք ցավոք որոշել էին մեր եկեղեցին մեր դեմ օգտագործել, սա ոչ միայն կասեցվեց հիմա, հակառակ գործընթացը կսկսե, որ ապագայում հանկարծ որևէ մեկը թույլ չտանք դրանով զբաղվի, որովհետեւ եկեղեցին ոչ թե պետքա իշխանությունների քաղաքականությունը վարի, այլ պետք է համահունչ լինի պետական քաղաքականությանը, քաղաքական առումով, ինչպես բոլոր մեր հարևան պետություններում է այդպես, նկատի ունեմ չի խոչընդոտում եւ դեմ պետության քաղաքականությանը, բայց զբաղվում է հոգևոր կյանքով միավորելով իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը բոլորին։ Այսօր ուրեմն մեր եկեղեցին հակառակն է զբաղվում, հակա պետական օրակարգով է ծավալում, այդ թվում պատերազմ հրահրելու ցանկություն էլ ունի տարբեր պատճառներով, երևի նրա համար ծանր մեղադրանքներ է քնչեցնում, Գարեգին Կտրիչ Ներսիսյանի հայտարարությունները, եթե ուշադիր լինենք, 44 օրվա պատերազմի կամ հետ պատերազմյան բլոկադայի ժամանակ առհասարակ ինքը որևէ քայլեր չի արել, բայց եւ շատ քայլեր կարող էր անել։ Այդ թվում իր խոտի ուղղությամբ գնար եւ փորձեր այդ բլոկադան բացել եւ ինչ էին անել, ձերբակալելու էին ամենայն հայոց կաթողիկոսին այդ պարագայում, բայց ինքը դրա փոխարեն կատարեց այն ինչու համար ստացել էր մեդալը, դա քաղաքական գնահատական է, ես այսպես եմ կողքից տեսնում եւ հիմա արդեն սկսում է այդ օրակարգը տանել, որ տապալի խաղաղության օրակարգը, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգը, միևնույն ժամանակ ասեմ ձեզ շատ ուղիղ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ստիպված է եղել իր թուլանալու իրավիճակում Ուկրաինայում պատերազմում համակերպվել նրա հետ, որ Ադրբեջանում այլևս չի կարող պահել խաղաղապահ զորք եւ կառավարել այդ իրավիճակը Ադրբեջանի պետության հետ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ուղղությամբ իրանց գլխավոր ցանկությունն է, որ հիմա այդպիսի առաքելություն ձևավորեն Սյունիքում, որ նոյեմբերի 9-9-րդ կետը տեղի ունենար եւ Կտրիչ Ներսյանի հայտարարությունները հաշվի առնելով մեր ռազմական նաեւ պոտենցիալը, շատ լավ գիտենք բոլորս, որ որևէ ռազմական իրադարձություն բերելու էր հայկական պետության համար նոր կորուստների եւ նոր խնդիրների։ Ուստի այդ պոպուլիստական հայտարարությունները, որը իբրև հայրենասիրական իր կերպարներ ձևավորում, իրականում նպաստում էր նրան, որ արդեն Սյունիքում սկսվեր ռազմական գործողություններ, որից հետո պետք է երևի ինքը ազգի անունից կոչ աներ եւ խնդրեր կայսրին, որ այստեղ ուղարկեր նոր խաղաղապահ առաքելություն եւ առհասարակ Սյունիքի, Աբխազիայի եւ Պրեդնիստրովիայի նման կարգավիճակ ձևավորեին, որովհետեւ այդ դեպքում հայկական սուվերենության մասին կարելի էր մոռանալ, լոգիստիկ կապերի վրա ուրեմն ամբողջ ինքնիշխանությունը կլիներ Մոսկվայում, Մոսկվան, Անկարան կքննարկեին հարցերը, Երևանը առհասարակ որևէ օրակարգում էլ ներգրաված չէր լինի եւ դա կբերեր նրան, որ այստեղ իրանց հեղաշրջման փորձերը կարար բերել հաջողությանը, որի հետևանքում իրան կարող էին շարունակել իրանց իշխանությունը եւ թալանը ժողովրդի։ Հերվից եթե դիտարկես այս գործընթացը, ապա կարող է մնալ տպավորություն, որ նման գործընթացներ են տեղի ունենում, բայց երբ մի փոքր ավելի ուշադիր ես եւ հատկապես երկու այդ համատեքստի մեջ էլ ակտիվ ներգրաված լինելով, կարող եմ ասեմ, որ ունեն տարբեր արտաքին քաղաքական բաղադրիչներ։ Վրաստանում այսօր Ռուսաստանն է գտնվում փաստացի իշխանությունում, ձևավորվում է բռնապետություն եւ ճնշվում է արևմտամետ քաղաքական, հասարակական ընդդիմադիր ուժերը, ձայները, ԶԼՄ-ները, իրոք 37 թիվն է, որովհետև վերջի շաբաթվա ընթացքում մոտավորապես 150 մարդ է ձերբակալված, ուղղակի նոր օրենքով,
ուղղակի ուրեմն Ռուսթավելի փողոտայում գտնվելու համար։ Այնինչ տուգանք էր 2000 ԱՄՆ դոլար, այդտեղ 1 օրվա համար կանգնելը հիմա արդեն մինչև 60 օր կալանք է, երկրորդ անգամ կրկնելու դեպքում 1 տարի։ Եվ բռնապետությունը ձևավորվում է, որովհետև մենք տեսնում ենք Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը մոտենում է Ռուսաստանին, այդ թվում կոնկրետ օրինակ դրա բերեմ, ուրեմն Փոթիում սկսվել են ռուսական նավթ ստանալ, որը արդեն այնտեղ վերարտադրում են բենզին եւ ուղարկում են հետ Ռուսաստան, որովհետեւ գիտեք Ուկրաինայի հարվածների պատճառով Ռուսաստան ունի լուրջ խնդիր այդ նավթի Այո, եւ դա վառ օրինակ է նրա, առհասարակ ինչ է տեղի ունենում, ցավոք Վրաստանը Բելարուս 2-ի կարգավիճակում է հայտնվում, դա ունի իր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառները այն է, որ Վրաստանը անմիջապես սահման ունի, անվտանգության երաշխիք չունի, ի համեմատություն Ադրբեջանի խոսքին, որը Թուրքիան ունի ուրեմն թիկունքում, եւ Վրաստանը թույլ իրավիճակում է գտնվում, ուստի շատ առումներով ստիպված է առնչվել այս վտանգին։ Մյուս կողմից Վրաստանը կառավարում է ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, որը եւ դրա փաստեր կան, բացահայտ հեռախոսազանգեր եւ այլն բացահայտվել է, որ ինքը կապված է տարբեր ռուս օլիգարխների հետ, Ռուսաստանի համակարգի հետ եւ առհասարակ այնտեղից է եւ օգնում է այդ համակարգին եւ հույս ուներ, որ իրականում Ռուսաստանը Կիևը 3 օրում կգրավեր, ուստի ծրագիրը լրիվ ուրիշ էր։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ հակառակ գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ 2020 թվականի Ղարաբաղի պատերազմի գլխավոր նպատակը, որը Ռուսաստանը աջակցեց, այն էր, որ այդտեղ նոր ստատուս քվո ձևավորեին, որը ձևավորեցին եւ Ռուսաստանը իհարկե ուզում էր այդտեղ պահել իր խաղաղապահ զորքը։ Միակ պատճառը, որով Ռուսաստանը չկարողացավ պահել այդ խաղաղապահ զորքը, գալիս է նրանից, որ Ուկրաինայում ինքը հաջողության չհասավ եւ Ռուսաստանի դիրքերը, հնարավորությունները սահմանափակվեցին, Ադրբեջանը օգտագործեց Թուրքիայի հետ միասին այդ հնարավորությունը եւ ռուսական խաղաղապահ զորքին, որը ոչ ունակ էր, ոչ էլ ցանկություն ուներ իրականում ռազմական գործողությունների մեջ մտնել արդեն հարավային Կովկասում, լքեց այդ ուրեմն տարածքը։ Ոստի Հայաստանում դրանից հետո ձևավորվում է ամենակարևոր օրակարգը Ռուսաստանի համար, որևէ կերպ վերադարձնել իշխանությունը։ Իրականում Ռուսաստանը պատկերացնում էր եւ իր ներկայացուցիչները Հայաստանում, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքում դա արդեն բավարար կլիներ, որ դա մեղադրեին Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը եւ վերադարձնեին ուրեմն այստեղ իրենց իշխանությունը։ Դա բավարար չհայտնվեց։ Հետո արդեն երբ ստիպված իրավիճակ Ռուսաստանի համար ստեղծվեց եւ հայաթափում արդեն տեղի ունեցավ Ռուսաստանի դավաճանության հետևանքով իր պարտականությունների նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ապա նաեւ հույս ունեին, որ գոնե դա պատճառ կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումին, դա էլ չեղավ եւ ի վերջո հիմա իրանք հասկանում են, որ միակ տարբերակը մնում է եւ դրա մասին ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է արդեն հեղաշրջման փորձերը, որը պետք է կազմակերպեին, ներգրավել են Կտրիչ Ներսիսյանին եւ մեր եկեղեցի ցավով եմ սա արձանագրում, նաեւ մեր պատմական կառույցը հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նաեւ նույն տրամաբանությամբ իր ժամանակ KGB-ի կողմից ինչպես գործիք էր դարձվել, այդ թվում Ամերիկայում իրանց բյուրոն, որը այս օրերին աշխատում է ակտիվ օգոստոսի 8-ի օրակարգի դեմ, զարմանալի է, գտնվում են Ամերիկայում Ամերիկայի քաղաքացիներ են եւ դեմ են համ Վաշինգտոնի օրակարգին այստեղ, համ Երևանի օրակարգին, որտեղ օգոստոսի 8-ը Վաշինգտոնի եւ Երևանի միասնական օրակարգն է առհասարակ։ Ոստի դրա միջոցով իրանց ցանկություններ մի կերպ վերադարձնել այստեղ իշխանությունը եւ այնինչ մենք սկզբում խոսեցինք Կտրիչ Ներսյանի ուղղությունով, բացի Կտրիչ Ներսյանից եւ եկեղեցու այդ հնարավորությունից, փաստացի իրանք էլ են համոզվել, որ այստեղ լուրջ քաղաքական հնարավորություն չունեն ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Արթուր Վանեցյանը, ուրեմն ոչ առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստացի չկա հնարավորություն, որ իրանք վերադարձնան իշխանություն։ Այդ իսկ պատճառով հիմա իրանք գնում են այսպիսի տրամաբանությամբ այս ընտրություններին, որ բոլոր ուժերին առանձին են մտցնելու դաշտ, միացրեցին այս ուժի մեջ իբրև մաքուր ճակերտներում ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, նույն Բիձինա Իվանիշվիլիի ձևաչափով եւ ես ուրախ եմ, որ հայկական պետությունը շատ շտապ հարցը լուծեց, որովհետեւ խնդիրը նրանում էր, որ ինքը Ռուսաստանից տված իրան բազում միլիոններ այստեղ պետքա ծախսեր եւ
պատրաստվում է նաև ծախսել, դա պետք է սահմանափակվի իհարկե, ձայներ գնելու համար եւ ենթադրում էի ձեր եթերում նաև անցյալ անգամ, որ այդպիսի բան է տեղի ունենալու եւ քննչական կոմիտեն օրերս նաև ձերբակալել է արդեն անց իրանց վերջի հանրահավաքում կաշառելու պատճառով